Ամփոփենք այս տարվա գյուղական հաղորդումները։ Այս տարի մենք նոր մեկնարկ արեցինք։ Շրջեցինք գյուղերով, տեսանք բնության խաղաղությունը, հանդիպեցինք մարդկանց ջերմ ժպիտներին, վայելեցինք երեխաների ուրախությունը և զգացինք այն յուրահատուկ ջերմությունը, որը տալիս է գյուղի կյանքը։ Եկեք միասին վերապրենք այս տարվա լավագույն պահերը։ Ոնց որ լավ հետաքրքիր զրույց եք ունեցել, տրամադրությունները բարձր է։ Ուրեմն 87 թվին դպրոցն ավարտել եմ, հետո կինոտեխնիկում եմ սովորել Երևանը ռեժիսորական, 89 թվին գնացել եմ սովետական բանակ, հետաքրքիրն էր, որ Լորվա մարզից մենակ ես էի, Լեհաստան եմ ծառայել, մեկ էլ մի 30 հոգի նոյեմբերյանից։ Իրար հետ ոնց որ մեր Լորվա բարբարով ասած բութ արինք, իրար մեջ գտավինք, որպես զենյակներ էլի։ Ուրեմն ֆիլմը նկարահանվել է 81-2 թվականին, այդ ժամանակ ես 11 տարեկան եմ։ Դպրոցում ճամբար կար, խաղում էինք, մեկ էլ եկան ասեցին, որ Երևանից մարդիկ են եկել, լիքով դերակատարի են մանգալի։ Տենց երեխեքով հավաքվեցին, գնացինք դպրոց, ուսուցչանոց։ Մենք տեսանք ծանոթ դեմքեր, Ստոր Սարգսյան, Հենրիկ Մալյան, Սերգեյ Իսրայելյան։ Հա։ Դեն ժամանակ, ասենք Արմեն Ջիգարխանյան լսել էինք ֆիլմերը, դիտել էինք Ստոր Սարգսյանի Նահապետը, Ձորի Միրոն, բոլորը դիտել էինք, էլի Արմեն Ջիգարխանյանից այն ժամանակ հիշում եմ ես Անվորսալի վրեժառուները, գներ սերիալներ, չէ՞ ամառային արձակուրդներին անընդհատ ցույց տային, այդտեղից ճանաչեի, գիտեի։ Հետո որ Սոսը առաջի հարցը ինձ տվեց, ասեց, դու ինչ գիրք ես կարդացել, ասեցի Գրիգոր պատմվածքը։ Ու պատճառն է տեղավ, հետո իրանք տարան Երևան, Երևանում արդեն հայ ֆիլմստուդիա որ գնացինք, ամբողջ Հայաստանով մեկ ման էին եկել, 7 հատ Գրիգոր էին ընտրել։ Ու Հայաստանի տարբեր տեղերից։ Մի փոքր դրվագով հանդես եկանք, ասենք ես իմ բարբարով, նոյեմբերանցում իրա բարբարով, լեննագանցին իրա, թենց բնական էր, որ Դիթումանյանի ծնդավարի, չէ, ասենք բարբարի պահով եմ ասում, թենց ինձ ընտրեցին այդ ֆիլմը։ Օրինակ դուք այն ժամանակ փոքր եք եղել, ձեր համար խորթ էր այդ դժվար տեսարաններում նկարվել, խփելու տեսարան, ճնշվելու տեսարան։ Իմ հետ նեզ մարդիկ են եղել, որ դժվար ահեր չի եղել, որովհետև ինձ բացատրել են դեղարեժիսորները Սերգեյ Իսրայելյանը, Հենրիկ Մալյանը, երեխա եմ ելել, բայց նենց բացատրել էին, որ ստացվեր, օրինակ են փրշտալու տեսարանը, որ փրշտում ես, չէ, դեր մի քիչ վարվելություններ պետք է չէր ստացվում, բայց էլ իրան շնորհիվ մի կերպ ստացվեց էլի դից։ Եթե անկեղծ այդ ֆիլմում իմ համար երևի ամենատպավորիչ դերը ձերն էր, որովհետև շատ բնական է։ Ես զարմանում եի այդ տարիքի երեխա ու այդ ձևի պրոֆեսիոնալ մոտեցում, ամեն ինչ բնական, անգամ դերասանական ինչ որ բան չէր երևում, որը հիմա մեր ֆիլմերում շատ է, երևում է որ բնական չի, դերասանությունը, բայց ձերը երևի դուք հենց դրա համար էլ եք ժողովրդի կողմից շատ սիրվել, որ ամեն ինչ բնական է եղել ու այդ տարիքում այտենց բնական ուղղակի զարմանալի է, բրավո ձեզ դրա համար։ Իսկ մի հարց տամ ձեզ, օրինակ ֆիլմից հենց անձամբ դուք ինչ հիշողություններ ունեք եւ որ դրվագն է ձեր համար ամենահիշվողը եղել։ Ֆիլմից, ասենք, գիտեք, երբ հասկացա, որ ինչ մարդկանց հետ եմ խաղացել, հիվանդության տեսարանը որ կա, որ Գրիգորը մահանում է, վերջին պահերը, դե բոլորին գրիմ են անում, արտասունքներ սարքեն, դեր Ստոր Սարգսյանի փորձեցին, որ գրիմ անեն ու արտասունքներ սարքեն։ Ուրեմն 4-5 անգամ փորձեցին այդ դրվագը, փորձեցին որ արտասունքներ սարքեն, Ստորն ասավ պետք չի։ Ու իրական ոնց որ 4 անգամ այն մարդը իրական լացեց, հա։ Արդեն այդտեղ զգացի իր մեծ մարդը լինել, մեծ տաղանդ լինել։ Բայց գիտեք, չէ, երևի դուք միակ դերասանն եք, ով մի ֆիլմով ամբողջ հայ ժողովրդին ճանաչելիություն ունեցավ։ Մենակ չասեք, որ լացել են սա հայ ժողովուրդը։
Ես կարծում եմ 99%, օրինակ ես, որնա Այն մի տոկոսն էլ երևի ես օրինակ ես որ նայել եմ այդ ֆիլմը, իմ մոտ այնքան հույզեր է առաջացել, որ ասում եմ, ես երեխուն վերցնում են, տանում են Վրաստան, այդ բազազ Արտեմը, այն որ ասում եմ ձեռս ճարելներ կգա այդ բազազ Արտեմին կծեծե։ Ասում ոնց էլ ես երեխույց սենց ա վարվել։ Ախր գիտեք ցավը որն է, դեմել Հովհաննես Թումանյանը որ գրել է, հենց նույն չի գրել, չէ՞։ Հիմա էլ գիկորներ կան։ Էլի միտքը եղել է, հենքը եղել է։ Նույն ձևի համբոները իրանց գիկորներին տանում են քաղաք, կամ Խոպան, Ռուսաստան, կամ եսին։ Ու անում են նույն բանը, ավելի վատ։ Այն որ բազարն ասեր 4 տարի պետք է փող չտամ, եթե ուզում եք իմանալ ինքը պետք է փողը տա, չէ՞, որ սովորում ենք։ Հիմա էլ նույնն է, էլի մարդիկ գնում են, շատերը քաշված գալիս են, շատերը չէ ուզենալ, բայց գիկորի ճակատագը լինեն արժանանան։ Իրական կյանքից է էլի վերցված։ Բայց կյանքը կցանկանամ որ չլինեն, էլի։ Մեծ ու փոքր, Արդեն քանի տարի եղավ։ 82 թվից մինչև 25 թիվը։ Գիկորներ չլինեն իրական, ես մի փոքր ազգս մի քիչ խաղաղ ապրենք, ամենքը իրանց կյանքով լավ լինեն, առողջ լինեն, ամենքը իրանց նպատակներին հասնեն, ոչ պատերազմին։ Ժոդասեն, Չելենտանո, Իմ ամենասիրելի արտիստերն են, համ Իրան եմ շատ լսել, համ Իրան եմ լսել, մի քանի ամիս առաջ Սոֆիա Ռոտարո, Անա Պուգաչովա, դամեր ժամանակների լեգենդներն էին։ Մինչև հիմա դեռ ես իրանց երկերն եմ լսում։ Ես ավելի շատ թեքված էի դեպի իտալական, դեպի ֆրանսիական այդ կոմը, հա, Տոկուտունյո։ Լաշանտեմի կանտարե, հա։ Բայց այս վերջերս Ժոդասենի երգը իր ամենահայտնի է Սիթուն էքզիստեպա։ Ես հայրենացրի, ոչ թե թարգմանեցի, այլ հայերեն բառեր գրեցի, մոտավոր իմաստային մոտիկություն, բայց իմաստային թարգմանություն չէր։ Ու եթե կհետաքրքրի երգը մի հատ ձեր կարծիքը հետաքրքիր է, էլի։ Սիրում եմ եսել եմ բալեշիկ էլի տենց է մեր հին տաղանդների։ Հա, մի հատ Թե չլիներ իմ կյանքում, ասա իմասն իմ ապրելու, առանց սեր միայն ակ ու անցավ, ասա իմասն իմ ապրելու, թե չլիներ իմ կյանքում, կհորինեի քեզ իմ մտքում, լուսաշող երազից մի պատկեր, որ քեզ պահեմ իմ մտքում, որ քեզ չկորցնեմ, թե չլիներ իմ կյանքում, ասա իմասն իմ ապրելու, առանց քեզ միայն ակ ու լքված, ասա իմասն իմ ապրելու, թե չլիներ իմ կյանքում, կապրեի օրերս անիմաստ, կանձրևեր իմ հոգին անընդհատ, կզգար կորուստդ մոտեցող, մնա միշտ իմ կյանքում։ Ու այդպես էլի չգիտեմ, ապրեք շատ։ Դուք ապրեց։ Այնքան ուրախանում են, որ լավ մարդիկ գնահատում են։ Շատ լավ, նորմալ, ասենք իմ սրտի, իմ ուզած երկերից մեկն էր դա։ Սուրճը դսեղում մի այլ համ ունի, թե բնության շունչն է մեղմացնում, թե գիքորի ներկայությունն է սեղանին ավելացնում միտակություն, բայց մեր հանդիպումը այստեղ միայն անցյալին նայելու համար չէ, հիմա խոսելու ենք նաև ներկայի մասին, Ալբերտ Ղուլինյանի ժառանգության շարունակության մասին, ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում նրա թոռնիկին, ով արդեն 7 տարեկան է և միգուցե մի օր էլ նա կերտի Գիգորի դերը, բայց արդեն դրական վերջաբան ունենալով։ Իսկ Համով ջան, քո անունը ի՞նչ է քաղցը։ Արտուր։ Դու քանի տարեկան ես։ 7 7։ Իսկ դուք որ ֆիլմում նկարվել եք, քանի տարեկան եք եղել։ 11 տարեկան։ 11 տարեկան եք եղել։ Մեր Արտուրը որ 11 տարեկան դառնա, պետք է այնց անենք, որ էլի Գիգորի դերը տանի, բայց Գիգորի ճակատագրին ուրիշ սցենա։ Հա, արդեն սցենարան այնց լինի, որ չմահանա Գիգորը։ Իսկ դու կարաս Համով ջան պապիկի նման լավ խաղաս։
Ես վիդեո եմ հանել ու գցել եմ YouTube։ Վայ, քաղցր ջան։ Բայց ինչով ես զբաղվում։ Ես Բարբի եմ վաղը գնալու։ Հա։ Դպրոց ես գնում։ Դպրոցը արձակուրդ եմ։ Վայ։ Երկրորդ դասարան, հա։ Հա։ Բա ինչ ես դառնա։ Ես ծրագրավորող։ Ծրագրավորող։ Իսկ չես ուզում։ Չես ուզում պապիկիդ հետ, չնայած պապիկդ մի ֆիլմում է նկարվել ու ճանաչած է դառել, իսկ դու չես ուզում, որ դու էլ մի ֆիլմում նկարվես, դու էլ ճանաչված դառնաս։ Հեշտ ճանապարհ ես ընտրում, գիտես։ Ուզես կինոն նկարահանես։ Դե համեն եմ ուզում համեն։ Վայ, քաղցր ջան։ Անչափ շնորհակալություն, որ չմերժեցիք այս հարցազրույցի համար։ Ձեզ ամենայն բարիք ենք ցանկանում, լավ օր, լավ եղեք։ Ես եմ շնորհակալ բոլորիդ։ Հաջողություն, առողջություն ալի։ Հաջողություն ձեզ։ Գիգորի պատմությունը վերապրեցինք ոչ միայն որպես գրական կամ կինոյի էջ, այլ որպես զգացում։ Եվ հենց Գիգորի դերակատար Ալբերտ Ղուլինյանն ասաց մի բան, որն այս պատմության էությունը ամփոփում է ամենաուժեղ կերպով։ Կցանկանայի, որ այլ Գիգորներ չլինեին։ Թող այս խոսքերը հնչեն որպես մաղթանք բոլոր Գիգորների փոխարեն, ունենալու պաշտպանված երջանիկ մանկություն։ Իսկ իմ ճանապարհորդությունը շարունակվում է։ Գյուղից գյուղ, պատմությունից պատմություն, հետևեք ինձ YouTube-ում, միասին բացահայտելու Հայաստանի անկրկնելի գյուղերն ու մարդկային պարզ, բայց խորը պատմությունները։ Այս ձևի պետակներ Հայաստանը մենակ ես ունեմ։ Ես չեմ տեսել այս բան։ Իսկ քանի տարի է որ զբաղվում եք մեղվապահությամբ։ 75 թվից։ Օ 40 տարի։ Հա, 40 տարի։ Մի կեսը նայեմ հարավ արևելք եւ հարավ արևմուտք, հարավին մոդիկա, դե պետք է հարավ նայի, բայց սովորական են պետակները հարավ են նայում, բայց քանի որ հնարավոր չի լաֆետի վրա դրած հարավ նայեն, թեկության վրա է։ Կարակ մորրել եք տեղեք ես։ Թելի։ Ես մին պտտվել եմ արդեն։ Ինչ ծառեր ունեք։ Խնձոր տանց։ Կորիզավորները լրիվ փչացել են։ Դե մենք սրսկում բան չենք անում։ Հոնը լրիվ փչանում է, համի բռնացա շատ ուժեղ, բամն են տարի ուժեղ բռնացա, բայց այդ ինչ հիվանդություն է։ Ձեր մոդել ակարկուտ եք։ Մեր մոտ լրիվ ջնջեց։ Այս տարի չկար տավուշը լրիվ Այս ջնջեց։ տարի չի եկել կապ։ Մեր մոտ լրիվ ջնջեց, դե մենք դեղս ահա գինենք, էլի դեղս խաղող սաղ թափեց։ Ձվի չափ կարկուտ է։ Գիտեմ, ես ընդեղ Լրիվ ջնջեց։ հաղթանակում են հանքերը մենք ընկերները։ Իսկ ձեր մոտ հիմնականը ինչ են մշակում։ Ոչ մի բան։ Դաշտերը ամայի թողածա խոդար կատարը։ Օրինակ մեր մոտ հիմնականում դեղսն է խաղողն, ամեն տեղ դե մի բան կա, չէ՞ տեղ կա խնձոր են մենակ խնձորից։ Խնձորը սկի ասմես արա եկեք հավաքեք տարեք, քաղեք տարեք, Ես քաղում եմ մի կողմից թափեմ։ Արարատը իր մեղուներով էր հայտնի գյուղում, բայց պարզվեց նաև կարողանում է երգել։ Մի երգը ինքը, մի երգը Դավիթը, հետո էլ միասին, այս ձևի պահերը չեն բեմադրվում, ոնց ստացվում է, տենց էլ գնում է։ Էս էլ իր կյանքի մի պահն էր մեր տեսախցիկի մեջ, ոչ սցենար կար, ոչ պատրաստված խոսքեր, ու հենց դրա համար էլ հետաքրքիր էր։ Հավերջը, դե լասը, հետենալ ինչ ես ասում։ Ֆիդայներից որը կերքը։ Ֆիդայներ Հասո երկը։ երկը կարած երկել։ Ես ֆիդայներ երկը գիտեմ։ Հա, ֆիդայներ։ Հասո երկը երկի։ Գիտես հասո երկը։ Ահա բացվեց կարմիր արև, վար և պայծառեր օրը։ Չէ, չգիտեմ։ Դե ես ինչը գիտեմ, ես էլ Ռաբիս երկեր է երկում ու։ Ես ռամբիզ օրինակ ընդհանրապես չեմ երգում ու դեմ եմ։ Միտասի ամենասիրածս գործերից մեկը Գարունան, հա։
Սիրով կնվագեմ Գարունան, Լորիկը, Կռուկը, բայց Գարունան շատ սիրում եմ։ Այսօր մի անգամ էլ եմ նվագում։ Ձունը, Գարունա ձունը եկել, դե դավայ նշում։ Ուշմանը դարձանք, են հարսանքից, աղբեր տղեք, գեղի միջին, իմ խանչալով դուրս կհանեմ, նրա սրտից վայ, փափակ սերը անուշի վայ, Սարո, այ սարո, վայ անարգ սարո, լույս արևը թող խավարի, չկա ինձանից քեզ, երբեք փրկություն։ Ամոթ քեզ մոսի, դուքուն նախատինք, Ամոթ քեզ նման գոհացի գիտիմ, դեր քո թիկունքը չեր տեսել գետին, են ոնց վերընկար դու սարի նման, երբ նայում էր քեզ ոսկերը կանգնած, կուջ եկար տակին սարոյից ընկան, վայ, 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 Լապերիկա Շատ այնքան բան եք երգում ես սրտանց ու ճիշտ ձևով էլի Գնացինք Je parle le vento qui nous mène le vento ne pas pas connaître Maman choshitun la Achosh cheseli la jusqu'au sous nos fenêtres C'est l'herbe de garni qui nous sert qui crie famine Toi qui poses à nous La bohème La bohème Ça voulait dire tu es jolie La bohème Dans les manches qu'un jour sur deux Հաճախ միշտ լուսադեմ նստած կտավիդեմ վրցնելով քո մարմինը Մերկությունը տանբից մարմինդ գից արգից քո մարմարե կոնքերը Եմ միայն նարավոտ հոգնած բայց հիասկոտ շանակում ենք մեր կյանքը Մի բաժակ սուրճ խմում ու սիրում իրար ու կյանքն էինք սիրում Da bohemner, mer bohema, Ջահել էինք սանտարեկան, Da bohemner, mer bohema, Ամեն մեկս հանճարմի, ասյազադի ժու Je vais m'en faire un tour à mon laisser adresse
Ժանաղականեպլի նիրեմիղնիր լեղի կինոֆինաժենես Ոլդոն եսկալնի աղժիղ շնաթունե դվխոնյան էին սիբղիստա դասալու բոդեկյաղ մոմանդ խսունը թխիստելերի լասոմոն La bohème, on était jour, on était fou, La bohème, ça la rapplit d'yari, et tout. La 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 Ապրի Դավիթը։ Հիմա տատի քանի տարեկան եք դուք։ 83 Ջայել եք երևում մի դեպ։ աշխատողներ եմ ֆիզիկապես շատ եմ աշխատել, բացի հետ էլ ինչ ասեմ 4 անգամ վիրահատություն եմ տարել Աստված է ինձ պահում մենք չի որ Աստված ձեզ առողջություն տա։ շնորհակալություն Դուք հիմա մեր համար սուրճ եք դնում, ոնց հասկացա։ Օ, ջերմում Կփորձեք տեսնեք տարբերությունը որն է սուրճի, ծուխը, կոլոշի, ինչ սիրուն եմ։ Այնքան սեր ու երան դրեցիք մեջը Ու այնքան լավ պատրաստեցիք։ Ես առաջ անգամ էի ձերի պատրաստում։ դելա ոնց է Դառնա, բայց շատ լավն է։ Ես քաղցրի սիրահար չեմ։ մի քիչ ավելի Ես քաղցրի սիրահար չեմ, բայց շատ լավն է։ Շատ լավն է, իրոք լավն է Անչափ շնորհակալ ենք հյուրասիրության։ Ինքը դաժե դառնա շատ Կցանկանաք երկեմ Ինչ է ցանկանաս ես դուրա Ինքը ընդհանրապես նայ հնություն է սիրում։ Մենք արդեն իր ճաշակը հասկացանք։ Հա դե միանշանակ Ցախորդ օրերը սմրան նման Կուգանու կերթան Ցախորդ օրերը սմրան նման Կուգանու կերթան Շունենան կուգանու կերթան վհատելու չէ վերջ կունենան կուգանու կերթան Ձեր դրած համեղ սուրճին այսպիսի երեք է պակասում։ Շատ շնորհակալություն Ձեր այս նորմալ ծորերում շատ ուրախ եմ որ նկարվեցիք Գոնե մի փոքր ուրախացրեցինք ձեզ։ Ոչ թե մի փոքր ոնց որ
Ինչ ասեմ, նոր ծնված։ Իսկ մի բան հարցնեմ։ Դասեր գյուղում բոլորն են ձերպես հյուրընկալ։ Այո, մեր նոր ժողովուրդը հյուրասիրեն շատ։ Այո։ Հետի նորություն չի ճիշտ է։ Մի ձևով ասում են միամիտ են, բայց միամիտը հարց չի, ստի հարգանքի հարցն է։ Հիմա միամիտ չեմ, գալիս եմ տուն, ես հյուրասիրում եմ, բայց մեր տեն եմ ինչ-որ մի բան չկար։ Ասում թե երևի պետք է որ տարել, ուրեմն պիտանի Լավ արժեքներ ունեք։ թող լավ օգտագործեն, դա ինչ ասեմ, Աստված օրհնից ես։ ունեմ ես 4 երեխա, քուրս 3 ամուսնացել, ճյուղավոր բեր, ունեմ 10 հատ ծոր, թաթոր, այդպես։ Շատ լավ է։ Դրա համար Աստված ինձ պահում է։ Որովհետև Ես դժվարություններն իմ կամքով չեմ լսել, որ առաջ եմ գնում կամ ինչ-որ կա։ Շատ բաներից եմ լսել, փորձանքներ, բայց Աստված ինձ պահում է։ Աստված բոլորիս լավ Բոլորիս ու բոլորի։ մաքուր մարդկանց կարևորը։ Ես իմ ասոր եմ անում, չգիտեմ։ Մի փոքր ներվում եմ, մեկ էլ տենում եմ մի հատ նորմալ Բաները։ համադրությունս բարձրացնող։ Ավետարան կարդում եք։ Կարդում եմ։ Հա, կարդացեք։ Շատ լավ եք անում։ Մեր հույսը պետք է Աստված լինի։ Ու ավետարանը հիմքն է, որով պետք է մենք ճանաչենք։ Ճիշտ գրված, որից պետք է չշեղվենք։ Այսինքն մեզ ուղղորդողը պետք է հենց ավետարանը լինի։ Ձեր տոնը շնորհավոր, այս փոքր Շնորհակալություն։ Ինչ ողամասա, ողամասի դեր։ Դե, մաման ծառա։ Ինչ ծառներ։ Խանձոր։ Ես ես խանձորը չուրասիրեցի։ Եղավ շատ շնորհակալություն։ Բա խնձորը։ Խնձոր ենք ուզում անի։ Հարմամ սառնա։ Շատ համավա։ Դուք ես սառնեմ ասցի։ Քաղաքից։ Անչափ շնորհակալ ենք ձեր հյուրասիրության համար, որ ժամանակ տրամադրեցիք մեզ։ Շնորհակալություն Անի ջան։ Գոտվեք էթա։ Ես հոչի մանա ազի։ Ծոթի հոզի ես ես մատուկտեմ։ Ինչ անեք ճոթի հոչ։ Կարենը վերցրեց, շնորհակալություն։ Կարմիրը վերցնեմ։ Դուք երկուսով վրատար եք, դու պաշտպան ես, իսկ որտեղ եք խաղում։ Ֆուտբոլի դաշտ թիմը։ Բայց թիմ էլ ունեք, թե չէ։ Ունենք։ Խաղում եք Հայաստանի առաջնություն մանկապատանեկան։ Չէ, էլ չի տա։ Շատ եք սիրում ֆուտբոլ։ Դա կարևոր է, էլի սիրելը կարևոր է։ Օրինակ ինչ որ հետաքրքիր պատմություն կա, որ իրար հետ օրինակ խաղացել եք կամ շփվել եք, ինչ որ հետաքրքիր պատմություն եք ունեցել։ Դե փոքր ժամանակ։ Ինչ պատմություն եք ունեցել հետաքրքիր։ Դե հետաքրքիր որ սա հավաքում ենք, տարբեր խաղեր ենք խաղում։ Հա։ Բայց ամենաշատը ֆուտբոլ։ Ամենաշատը ֆուտբոլն եք սիրում։ Իսկ խաղացել եք, ձեր մոտ խաղացել են ընդհանրապես չլիկ դաստա, հալամուլա, տենց խաղեր գիտեք։ Խաղացել եք, հա։ Բայց ձեր ասածը չի խաղացել։ Հա, չլիկ դաստան էլ է լավ խաղ երեխեք։ Չեք պատկերացնի ինչ լավն է։ Այդպես դե մի հատ էլ հաջող արեք, որ ես գնամ երեխեք ջան, ձեռով։ Ընկերավարի, սենց աղբերավարի։ Դե լավ մնացեք երեխեք ջան։ Աստված ձեր հետ։ Դասից էի գնում, տուն էի գնում դասից։ Չէ, ֆուտբոլից։ Հա, ֆուտբոլից ապրեք, առողջ ապրելակերպ է, մալադեց։ Հաջողություն ձեզ։ Իսկ ինչ հիշողություններ ունեք մանկությունից Վարուժսևակի հետ կապված։ Վարուժսևակի հետ կապված դե միշտ մեծերից լսել ենք իր մասին, փոքր եմ եղել, բայց մոտավորապես ինչ-որ բաներ վերում, բայց այն ժամանակով կմտածեք Սևակը տենց մեծությունա, որ ավելի մոտիկից հետարկրվել։ Հերս էր իրան միշտ ման տալիս, որովհետև գյուղի ման էր քշում Վիլիսը։ Ու հետևաբար առաջին օգնությունը ինքն էր, չէ՞, Սևակը միշտ կանչում էր, որ իրան տան սարերը, ձորերը
շատ էր սիրում դաշտերը։ Սար որ գնում էին զուտ ինչ որ ստեղծագործելու, թե Ինքը ման սիրում էր, ասում է նստում էր ժայռի գլխին ժամերով, ես էլ սպասում էի երևի դրանով ինքը ինչ-որ բան էներգիա էր ստանում, էլ այդ սարերից, ձորերից ոգեշնչվում էր։ շատ էր սիրում, ասում հենց հնարավորություններն են, կանչում էր, ասում էր մի հատ ինձ տարես ինչ կողմը կամ Իսկ սիրում էր միայնակ լինել սարերում, թե ընկերների հետ։ միայնակ էլ տարել, բայց կնոջ հետ էլ գնացել։ Սրանք երեք են ծնվել։ Երեք են ծնվել։ Ողջ էս ինչ լավն են։ Ինքն էլ սիրում նկարվել եւ մենք չէինք իմանում։ Ասեք երեք են ծնվել։ Հա։ Գնացել են դաշտից են բերել։ Դաշտ են ծնվել։ Հա, դաշտն են ծնվել, գնացել բերել են։ Ո՞նց եք իմացել որ ծնվել են։ Զանգել ասել են։ Հա, մեկը մեկին իմացա տալիս։ Նայ, իր ձեռքից չեմ փոխ։ Ոչ։ Կընկնի, կբռնի անի մեղկա։ Մեղկա։ Չեմ կարող ասեք։ Սղում եմ։ Վայ քախտելներ ջան, ուրախանում եմ։ Համոզներ ջան, Դերս գիտեր ասվածի։ ժողովուրդ ջան։ Հա։ Երկու ուլիկը երեք են ծնվել։ Այո։ Սիսնատերիլան, հա։ Ճիշտ են անում։ Հələ դուր քաղցր։ Վայ։ Խաղում ես հետները։ Դուք մեզի ճանապարհում եք։ Ապրեք։ Իմ քաղցրանում, իմ բարձրանում, իմ տարապած, իմ փարապանց։ Հների մեջ դու ալեհեր, նորերի մեջ նոր ու ջահել։ Դու խաղի խշմարված վազ, վշտերը ջուր ինքդ ավազ։ Դու բարդենի սաղարթաշատ, արունի վար փրված փշատ։ Դու կիսավեր ամրոց ու վերթ, մագաղաթյա մատյանի թերթ։ Դու զվարթնոց, ավեր տաճար, Կոմիտասյան տիրանիտար, դու ջրաղաց խորունք դորում, դու հորովել անուշ ծորում, փայլ գութանի արտատ խոպի, Օրես ինչ թույն դու մեր, կապերակա։ միզակ, մկունդ կոպիտ, դու հայրենի ծխանի ծուխ, դու անգիր վետ, դու սասնատուր։ Ժողովուրդ ջան, հիմա մենք գտնվում ենք Պարուշ Սևակի դպրոցի մոտ։ Դու մրգրիշ տեմարան, դպրոցը ինչ վիճակում է հիմա։ գինում արան, դու թափշե դեղց, դու փրփուր հաց, արտաշատյան խաղող սևաչ, դու Սիվանի վառվող կոհակ, Բայց ամեն դեպքում սենց էլ որ նայում ես պատմություն կա մեջը։ Բուդրոշ, խոսում վկակոտորացի, ու վճիտ աչք ցամքած դացի, արդարության ահեղ ատյան, սերի պատյան, սիրո մատյան, միշտ հին նոր իմ Հայաստան։ Ինչով եք զբաղվում, երեխեք ջան դուք։ Սովորում եք։ Դպրոցում։ Լավ եք սովորում։ Բա սովորելուց բացի էլ ինչով եք զբաղվում։ Ես ֆուտբոլ եմ եկել։ Դու էլ ես ֆուտբոլիստ։ Ձեր գյուղում ինչքան շատ կան ֆուտբոլիստներ։ Բա դու հարցակվող ես, կիսապաշտպան։ Պաշտպան ես։ Լավ ես խաղում։ Բայց պաշտպանը գիտես, չէ, ամենադժվար դիրքն է։ Պետք է ֆիզիկապես ամուր լինես։ Այսօր փառատոնքի ենք 3 հատ գոլ եմ։ 3 հատ գոլ ես փրկել թե խփել։ Մալադեց, որ դու պաշտպանալով գոլ ես խփում, հալալա քեզ։
Տատի ջան։ Շարև ցես։ Շատ բարի, շատ բարի։ Մենք առաջ Մաման ասը 4 կոֆե։ Չէ, Չորս։ Իրանել ինձ տուր մի 4 Հա։ Դե ճիշտ ասացինք մեր ետևից ցանկը։ Էս սուտ է, այդ մեկը սուտ է։ Դրա համար չպիտի Արևան գյուղում հարսանիք են, Հաղորդի գյուղ։ Սուտ է։ Ես գնացել եմ հարսանիք, ինքը նկատել է, ես որ գնացել եմ հարսանիք, բնականաբար այդ տարիներին Բայց այդ նկարը հետ ավելի լավ է։ Բայց քննությունները այնքան էի բան ասում, այստեղ եք չերևաս, որպես ես քննություններս կարեի։ Ձեր ծնողները բեմ էին երևի, հա։ Հա, ասում ես պիտի քննություններս լավ հասնեմ, որպեսզի թոշակես չկատարեմ, չերևաս տեղեք։ Հա, չէ, ձգտումով եկա։ Իսկ լավ, նոր սերնդին ինչ կմաղթեք այդ ընտանիք կազմելու հարցում։ Դե հիմա սերունդը առաջվա նման չի, որ ասենք ցանկանանք որպեսզի իրանց ընտանիք վերջ համուլ ընտանիք սկզբում իրար ճանաչեն, որ տվյալները դե հիմա այդպես է։ մեկ լսում ես, որ ամուսնությունը ավելի քիչ է, քան բաժանում։ Իսկ այդ ամուր ընտանիք ունենալու գաղտնիքը ինչու՞ն է։ Գաղտնիքը որ պիտի իրար հասկանան։ Մեկը մյուսին հասկան։ Պիտի դավաճանեն։ Պիտի հարգանքով իրար հանդեպ հարգանքով լինեն եւ էլ իրենց վստահություն։ Երկուսը մի մեխի խփեն։ Ոչ թե տարբեր։ Չէ, վստահ ամենից գլխավորը վստահությունն է, որ պետք է մեկը մյուսին վստահի։ Թե վստահություն չլինի, ընտանիք չի լինի։ Հիմնական է։ Ու քանի տարի է երկուսով նույն մեխին եք խփում։ Ղարաբաղ 50-ը լրացավ, 27, 25, 52 տարի։ 52 տարի։ Շատ սիրուն է։ Մենք էլ հիմա սկսել ենք նոր պրոյեկտ։ Այցելելու ենք գյուղեր, առաջին գյուղը սա է, Զանգակատուն։ Եվ փորձում ենք մարդկանց հետ շփվել, այսինքն շատը տատի պապիների ու երեխաների 1000 անգամ մենք ենք մեր սարերը կինոն նայես, ուզես էլի տես։ Ու մենակ է կինոն չէ, այնքան հին կա, որ հա նայում ես, հիմի պա կինոները չես կարող մի անգամ լսել։ Իմ ամենասիրած մանկության ֆիլմերից է ոսկեցնի։ Հեասինք նիետ էլի նիետ։ Մեկ է բան Կովկասի գերուհին չէ, Հարսնություն հյուսիսից։ Այդ էլ sense մեջը շատ խորոտ պահետ է։ Ես կտորնա երկինք եմ։ Այդ էլ ասի։ Գիքորն եմ շատ սիրում, էլի շատ։ Այն որ չուզեն ասել ացն լսել։ Միմինոնը։ Չես կարող չնայես, անդամ նայվում։ Երեխեք ո՞նց եք։ Դե միացել ինձի բարև եք։ Ձեռներով։ Վայ ապրեք դուք։ Էս ինչ անուշ երեխեք եք։ Սա մի քիչ հետո գործնագործ եք, չէ՞ խաղալու, որ նկարեմ։ Բայց խաղը որ դուք խաղում եք, այդ անուն չունի, ի՞նչ է, մեր մոտ օրինակ գործնագործ են ասում, ձեր մոտ ի՞նչ են ասում։ Ոայ, այդ ինչ հետաքրքիր անուն եք որոշել, դուք եք որոշողները։ Հա։ Հասկացա։ Իսկ ընդհանրապես գյուղում ինչ խաղեր եք խաղում, ինչով եք զբաղվում, մի քիչ կպատմեք երեխեք ջան։ Մենակ ֆուտբոլի դաշտ կա։ Ֆուտբոլ։ Գյուղի առաջնություն բան, փոքրերի բանը, տես չեք խաղում, ուրիշ գյուղերի հետ չեք խաղում ֆուտբոլ։ Մենք ուղակի հավաքվում ենք գյուղամեջը, տենց ուղակի խաղում ենք։ Հա։ Մեծացել եմ, շուտով պետք է գնա։ Գնգն մատե տետար գրիչ ու բայսա ես ունենա։ Բայց կորքը զեզու անում ու կասկասում հավին ծալնում։ Մետիս տեսեք ասում ենա։ Կոսիկները թարս ակնում։ Ապրես դու։ Դե հիմա բոլորս Ռաֆոին ծափ ենք տալիս։ Դեմքս բացել, նայեք համոզվեք, որ ինչքան աշխատասեր խաղաղ մեղու։ Նայեք։
Իմ խոսքի ամենասկզբում ես նշեցի, որ հեհերը հնագույն բնակավայր է, իսկ բնակավայրի հնագույնները մենք հիմնականում կապում ենք նաև այլ բնակիչների հետ, ովքեր ծնվել են այստեղ, ապրում են այստեղ եւ իհարկե աշխատում են։ Եվ այս պահին մենք գտնվում ենք բնակիչներից մեկի Եփրեմ Գրիգորյանի տանը, ով մեղվաբույծ է եւ նախ շնորհակալություն ձեզ մեզ հյուրընկալելու համար Եփրեմ։ Եվ առաջին հարցս ձեզ, եկեք հասկանանք մեղվաբույծի եւ մեղվապահի կապությունը։ Աղբարու եք եկել մեր Շնորհակալ եմ։ երկուը, մեր աչքի վրա տեղ ունեք։ Մեզ համար էլ շատ հաճելի է նման հանդիպումը։ Ուրեմն մեր հերերը շատ բնության ուղղա, որտեղ որ նաև շատ նպաստում է մեղվաբուծության եւ մեղվապահության։ Քանի մեղվա ընտանիք ունեք այս պահին։ Այս պահին ուրեմն մեղվանոցում դրված է 86-ը արկղ մեղվանտանիք։ Սակայն 86-ը լրիվ կայուն ընտանիքներ չեն, երկհարկանի ընտանիքներ չեն, որը նախապատրաստվում է մեղրաբեկ թերի։ Ուրեմն ես նաև լրացուցիչ մայրեր եմ բուծում, ինքս բուծում եմ մայրերը, որ լավ ընտանիքներից վերցնում եմ սերունդ եւ ստանում եմ մայրեր։ Հետագայում ասենք խոսքի ծերացած մայրերի փոփոխության համար եւ ասենք խոսքի ընթացիկ էլի տենց եթե կարամ նաև ցույց տալ որ կան ընտանիքներ երկհարկանի են երկու հարկում էլ աշխատում է մայրը առանձնացրած հենց օպերատորի դերերի նաև նշանակությունը դա է որ մտածել ինչ արվում երկու մայր աշխատում ներքև վերև աշխատում են ձվադրումը առատ ձվադրում է լինում ծակերը զարգանում են ինչքան շատ քանակի մեղու, այնքան բանվորը շատ է, որ գնա դաշտ գա։ Հենց գալիս է մեղրաբերքի սեզոնից մի քիչ առաջ, օրեր ընթացք ես հանում եմ այդ լրացուցիչ երկրորդ մայրը, թողում եմ միայն, ասենք, խոսքի ծնված ձագերը։ Այդ մայրը տեղափոխում եմ, ասենք, ուրիշ նորից էլ նիկլուսային ուջուրի արկղերի մեջ, որը այն վերքում դրված են, դրանք են իսկ նրանք, որը որ երկհարկանի դրված չի, դրանք էլ առանձին մայրական կազմերն են, որ էլի ծերացած մայրերի փոփոխության ծրագիրն են։ Իսկ ձագերը, ինչպես ասում են, հա, երբ են պատրաստվում արդեն հիմնական աշխատանքի հանձնել։ Ուրեմն ասեմ, աշխատող մեղուն, вообще-то մեղվի կյանքը ծնվող 21 օրից է ծնվում։ Ձվադրումից հետո 21 օր հետո ծնվում է։ Մայրերը ծնվում են 15-ից 17 օրերում։ Այս ամբողջը այսպես գեղեցիկ ներկայացրեցիք, հիմա կարծում եմ պետք է անպայման հիմա տեսնենք մեղուների աշխատանքը։ Ընտրեմ։ Հիմա կմոտիկանանք արկղին, ես ցույց կտամ, թե մեղուն արկղի ներսում ինչ դեր է կատարում եւ ինչ աշխատանք։ Այստեղ աշխատում, գնաց։ Հիմա ես կբացեմ արկղը, որտեղ մեղուն ներսն է կատարում աշխատանքը, դրսից բերած բերքի հաշվին Ներողությունս ես նայեք, ամբողջը ներքևի մասն էլ առաջին հարկում էլ էլի մեղուներ են։ Սա երկհարկանի։ Երկհարկանիա։ Հիմա այս նոր դրված բանը ռամկան։ Ինքը մոմաթերթը գործելու է ներսի աշխատանքը։ Մոմաթերթն եք դուք պատրաստում։ Ես իմ ձեռքով ցույց կտամ հեսա նորից ոնց սկսած փայտային աշխատանքից, մեխի աշխատանքը, լարերի ձգումը մոմաթերթի կպցնելը բոլոր աշխատանքներ ես ակատել։ Եվ տեսել նայեք, ես խաղաղ մեղունը, ասես ձեռքով եմ անում։ Ես փորձեմ համարձակվել։ Փորձեք։ Մի վախեցեք։ Տեսնում եք, որքան հանգիստ մեղուն է նայեք։ Այո, իսկապես երևում է, որ ինչպես ասում են, հանգիստ աշխատում։ Անգամ կարամ դեմքս բացել, նայեք, համոզվեք, որ թե ինչքան աշխատասեր խաղաղ մեղուն։ Համոզվեցիք։ Այո։ Կատարում են ներսի իրենց աշխատանքը։ Բերած նեկտարը մշակում են հետագայում մեղրի համար։ Նաև հետաքրքիր էր, որ այսօր հենց ձեր IT-ին ոնց որ նախատեսված չներ, որովհետև այս 2025 թվականին այս մեծ մեղվանոցում պետք է առնվազն ասենք խոսքի մի 10-20 հատ պարս եղածներ, բայց դեռ առաջին պարսներ, Համընկավ մեր այցի հետ, այո։ Ճիշտ ժամանակին եք եկել։ Հիմա ես ցույց կտամ, կակրած պարս ունենք, պարսը ցույց կտամ, մի քիչ առաջ որ ներկայացրեցին։
պարսի պրոցեսին, որտեղ որ ինքը խնձորի այգու մեջ, խնձորի ծառի վրա, պարսը, որը հենց ինքը բնականون, իր բնական ճանապարհով առանձնացել է մի ընտանիք մնացել է տեղում արկղի մեջ, երկրորդ ընտանիքն արդեն առանձնացել է եկել խնձորի ծառի վրա։ Հիմա ես ցույց կտամ պարսը, որը մի քիչ հետո նորից տեղավորելու է մի արկղի մեջ, եւ ինքը դառնալու է ամենալավ, իդեալ ընտանիքներից մեկը։ Շատ։ Այստեղ մեղուները երևում է, որ շատ լուր են, հավանաբար զրուցում են։ Տեղափոխում ինչպես եք կազմակերպում։ Տեղափոխումը պարսը բռնելուն էր իր ձևում։ Այո։ Ուրեմն կա արկղեր, փոքրիկ արկղեր, բաներ այդ թեթևոտ։ Դրա միջոցով ենք բռնում, բայց ես ունեմ ասենք խոսքի էլի, ոնց որ մեր հագուստն է, հագուստի ձևով ուրեմն պատրաստված մեշոկատիպի, որը որ ես կբերեմ ասես, կմոտիկացնեմ այս ճղին հարմար հատվածին եւ հաճախ ասենք խոսքի նաեւ թափ տալու միջոցով, որպես ասենք թափ չտամ նորից ծավալվի, կատարում եմ կամ բանի ռամկաների միջոցով։ Ռամկայի վրա իրանք անցնում են, ինչեւ մայրը իրանք մայրին էլ անցնելը, լրիվ հավաքում են ռամկայի վրա եւ այդ ռամկան տեղափոխում տնում եմ իր իսկական հիմնական ընտանիք։ Երեք պրոցեսներ կա այդ պարս բռնելու ձևերին։ Եթե ասենք ծառն ափսոս չկա, ես բնության մարդ եմ չեմ կարող ծառը կտրել, հա, միայն Եվ ինքը կհեշտացներ ձեր աշխատանքը։ Չէ, ես ծառը չէի կտրի, հա, բայց հիմա կձգտեմ լավ ձևով իրան առանց Ոչ ծառին եք վնասում, ոչ մեղուներին, ոչ բնության։ Շատ լավ։ Ռամկանը ես եմ պատրաստում ինքս լավ որակով փայտից, բոլոր աշխատանքներս, հիմային աշխատանքները, մոմաթերքի աշխատանքը բոլորս ես եմ կատարում, օգնում եմ, օժանդակում եմ մեղվի զարգացման։ Մենք շատ ուրախ ենք ձեզ ընդունելու համար եւ աչքս աթոռին է, որովհետեւ դա 70 տարեկան աթոռ է, որը ես ամեն տունը մաքրելուց առաջ ուզում եմ գցել, տատիկը տանում պահում եմ։ Այսինքն ես պիտի գայ, փաստորեն այս աթոռին պիտի հնարավորություն ունենայի նստելու։ Այո, այդպես։ Սա Նատալիա տատիկի աթոռն է։ Այո, իր տան առաջին գույքն է, որ իրենք ամուսնացել են դրել են այսպես։ Ամեն անգամ ես ուզում եմ վերացնեմ, ինքը պահում եմ, մեկ էլ հայտնվում է տեղում։ Ուրեմն թվում է սայից հետո էլ չեք նետի։ Չէ, արդեն պահելու է։ Շատ լավ։ Ինքը ծագումով Շիրակի դաշտավայրից է, Արևիկ գյուղից, Գյումրեցուն յուրահատուկ, Շիրակի դաշտավայրն յուրահատուկ։ Այդպես ես, ախ ինչ համար այդ աղջիկի պես հակակրանքի զգացում դրսևորեց, հետագայում երբ ճիշտ ասած, երբ իմացա պատճառն ինչ էր, հետո դե ընկերներ ունեի կուրսեցի աղջիկների հետ շատ մոտիկ հարաբերության մեջ էի, հետո այդ ժամանակ կուրսեցի աղջիկներին նաև եղբայրական վերաբերմունք են դրսևորում ուրիշ տղաների ոտնձգություններից պաշտպանելու համար եւ տղաներից մեկը ասում է շատ է դուրս եկել չես մոտիկացնի ես ուզում եմ իր հետ այլ մոտեցում ունենամ Ուշտարի աչքով ճիշտ ասած, ես նայեցի, եթե այդ ուրիշների դուրն եկել ալամի նայել, սյոթի մեջ է, լավ բաներ կա, դե վերջը, մոտիկացանք, ընկերացանք, ու այդ ընկերությունը վերացրեց սիրո, 72 թվից 74 թվին ամուսնացանք։ Ընտանիքներ պետություն է, այո, դժվարությունները պիտի հաղթահարել հեշտի։ Ընտանիքներ մի փոքրիկ պետություն է, իր դժվարություններով։ Ինձ թվում է աղջիկները ավելի համարձակ եւ պահանջատեր են, քան տղաները անկեղծորեն։ Չգիտեմ որքանով են ճիշտ դիտարկել եւ ուսումնասիրել։
Ես այսպես եմ ուզում, ես այնպես եմ ուզում։ Ուզում եք երկուսով թեթևի տվեք, հասեք դրան։ Պետք չի արագ բաժանել։ Ապրեք շատ։ Հիմա մի հատ իրար նայեք։ Ահա։ Հավես է խնդու։ Ահա, ապրեք շատ։ Մի հատ էլ եկեք միասին լուսանկարվենք։ Լավ տատիկա։ Տատի ջան, դե պատմի քո մասին։ 19 տարեկանից եկել ես հերհերում ապրելու։ Ինչով ես զբաղվել այստեղ, տատի ջան։ Նախ ունեցել են երեխաներ 5-ը, այսպես պախի 4 տղա, մի աղջիկ։ 4 տղա, մի աղջկան տվել է բարձր կրթության այդ որ դուսնա ֆիլիսոփայա։ Նախարարա, երկիրը ինչ, կա ինքը գիտի, պատմության, մասնագետը, համալսարանի գերազանց հավարտերը, քանի տարի աղշատերը, դպրոցի դիրեկտոր, նրանց հետո աղշատերը, սովետի ժամանակ գաղտնի բաժնի վարիչ, նրանից հետո եկա մեր 2 տարի նորից մանկավարժ, հետո Երբ որ սովետը փոզվավ արդեն տարիքները հասավ անցան փոշակի, էդ է, նույն էլ հաս, էդ ենք։ Հերհեր գյուղի մասին ինչ հետաքրքիր բան մեզ կպատմես։ Գյուղի մասին, այո։ Գյուղը շատ խաղաղ, շատ լավ, մեկ մյուսին հարգող, մեկ մյուսին չդավաճանող, այդպիսի բան չկա։ Իրենց քրտինքով է, որը օրինակ բանի աղշատողը իրենց կրթության հետ են, որը բան, որը շատ մարդկային, շատ տեղին, են գյուղնավոր, ոչ մի բան չես կարա ասեմ, չեմ կարա ասեմ, օրինակ հարևանի հետ հաշտ համարաշ, գյուղացի մեկը մեկին չի դավաճանի, մեկ մյուսին ոչ մի բան, շատ հաղաղ, շատ իրան իմացող, շատ մեկ մեկին հարգող, տնտեսությունա գյուղա եղել։ Բռնած ղեկավարներից դա մինչև դուսկա հասարակ բանվոր, չեմ կարա ուրիշ բան ասել։ Ես քեզ մի հարցել ունեմ, տատի ջան։ Մեկն ես ասատասն է։ Ինչ ես ուզում մաղթել բոլոր նրանց, ովքեր քեզ նայելու են, լսելու են քո խոսքը, որովհետև դու շատ երկար տարիներ ես ապրել այս գյուղում, ամեն ինչ կարելի ասել տեսել։ Մեկ ինչ ասա, մեկ ինչ կներես որ ծանոթ եմ լսում։ Ոչ մի խնդիր, տատի ջան, ես նորից կհարցնեմ։ Ինչ կմաղթես բոլոր նրանց, ովքեր քեզ նայելու են հիմա։ Ինչ կմաղթեմ, իրանց առողջություն, հաջողություն, պարտաճանան չլինեն ծնողի հանդեպ, իմանան ծնողը ինչ գույն ունի։ Աղշարի հողի իրեց առաջի թանկը կապիտալը ծնողն է, ով ծնողին լավ չիմանա են պետք է հաճուտի, են ստանա, ծնողին հետ ապեր, 14 նավար ենք եղել, աղշատեր ենք, անասուն ենք պախել, գյուղատնտեսություն ենք արել, աբրանք ենք պախել, մանկավարժ են,
Մենի քրտնքով բախերը բոլորն էլ ասել է բարձր խաղաղություն չէ ոչ մեկն էլ ներքև չի մնաց այդ մեր քրտնքի հաշվում Եվ վերջում էլ խաղաղություն լինի վերջում էլ ուզում եմ այս հատը երկրին խաղաղություն մեր երիտասարդներին առողջություն ափսոսա 40 տարով մեր Հայաստանը ետ ընկա ես կուզեմ այլևս Հայաստանի վրեն մեր վտանգավոր ճանճեր չվռա ապրես տատի ջան այնքան արժանի լինեն մեր ղեկավարները իրար չքանդեն ամոթա բոլա իրար քանդեն ով էլ միևնույնա հեշտ չի խոսելը շատ հեշտ է բայց շատ դժվար պետք է հարմարվեն հաշտվեն մեր ղեկավարությունը մեր որ նստում են ինչ մոռացա Ոչինչ լավ հետը մի ասա տատի ջան ապրես մյուսի հետ աշխարհ մեր երկիրը խաղաղության բերեն Շնորհակալ եմ տատի ջան դու էլ միշտ լինես առողջ ամեն անգամ մենք հյուրընկալվում ենք ձեր տուն եւ միշտ քեզ այսպես առողջ տեսնենք լավ խոստանում եմ ապրեք շատ ավելին առավելն եմ ցանկանում Շնորհակալ եմ Այս տարի շատ գյուղեր չկարողացանք այցելել, բայց այնինչ տեսանք, լի էր յուրահատուկ ու գեղեցիկ պահերով։ Շնորհակալ ենք, որ միասին վայելեցինք այդ փոքրիկ ճանապարհը ու զգացինք գյուղերի ջերմ ու մարգային կողմը։ Մնացեք մեզ հետ, միացեք մեր էջին, բաժանորդագրվեք ու հետևեք, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տարվա նոր պատմությունները։ Մինչ նոր հանդիպում, լավ մնացեք։